Խաղություն սիրելի քրիստոնյա, օրհնում եմ քեզ Հիսուս Քրիստոսի անունով, եղիր օրհնված։ Նայեք սիրելի Աստծո ժողովուրդ։ Ծննդոց գիրք 3-րդ գլուխ 20, վերջի խոսքերը 24 խոսքը։ Ասում է եւ Աստված արտաքսեց Ադամին եւ Եդեմի պարտեզի դիմացի կողմը դրավ քերովբեներին եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը կենաց ծառի ճանապարհը պահելու համար։ Երբ որ Աստված Ադամին Եվային դուրս անեց Եդեմի պարտեզից, բայց գրված է Ադամին, եւ արտաքսեց Ադամին եւ Եդեմի պարտեզի դիմացի կողմիցը դրավ քերովբեներին եւ ամեն կողմը դարձող բոցեղեն սուրը կենաց ծառի ճանապարհը պահելու համար։ Բոցեղեն սուրը դրավ Եդեմի պարտեզի դիմաց կենաց ծառի ճանապարհը պահելու համար, որպեսզի մարդը չկարողանար մեղքից հետո մեղավոր մարդը մտներ այդ ճանապարհով գար կենաց ծառից օգտվեր դրեց։ Բայց Հիսուս Քրիստոսը եկավ, մենք գիտենք, որ մեր մեղքերը վեր առավ, մեզ տվեց հնարավորություն, մեզ ճանապարհ եղավ, որ մենք մտնենք նորից Եդեմի պարտեզ դրախտավայր, եւ Եդեմի պարտեզ եւ դրախտավայրը երկնքի արքայությունը, դա մեր սիրտն է, ինչպես Հիսուսն ասաց, որ այնտեղ մի փնտրեք, դա ձեր ներսում է։ Հիմա, որպեսզի մարդը կարողանա մտնի նորից այն ճանապարհով, որը Հիսուսն է, գա Եդեմի պարտեզ, որը նորից Հիսուսի ներկայությունն է մեր սրտում, մարդը պետք է անցնի այդ բոցեղեն սուրի միջով, կրակի միջով, ինչպես որ շատ տեղեր Աստվածաշունչն ասում է, կրակով պետք է փորձվեք։ Դանիելի 12-րդ գլուխ վերջում ասում է, շատերը պիտի մաքրվեն եւ սպիտականան եւ կրակով փորձվին, իսկ ամբարիշտները պիտի ամբարիշտանան եւ ոչ մի ամբարիշտ պիտի չհասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան։ Շատերը պիտի սպիտականան, փորձվին կրակով եւ մաքրվին։ Կրակը պետք է, որ մեղավոր մարդը մաքրվի, սպիտականա, նոր որ կարողանա բոցեղեն սուրով անցնի, նոր մտնի Եդեմի պարտեզը, որը իր սիրտն է, որ կարա հաղորդակցվի Հայր Աստծո հետ, որ կարա սպիտակած մաքուր լինի եւ Տիրոջ հետ հաղորդակցվի եւ Տիրոջից վերցնա խոսքերը, մարգարեություններն ու հայտնությունները, ժողովուրդ ջան, ամեն։ Սա Տիրոջ